Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում զրուցելու ենք ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերը հերթական անգամ ընդունելու համար, պարոն Նահապետյան։ Պարոն Նահապետյան, Ադրբեջանի նախագահ Ալիևը ինձ ձեզ բոլորիս հորդորում է, ասում է մի վիրավորվեք կապիտուլյացիա բառից, ասում է այո, այն ինչ որ կատարվել է 20 թվականին, հա, Հայաստանը ինչ փաստաթուղթ ստորագրել է, դա կապիտուլյացիա է ու եթե պատերազմը շարունակվեր, հետևանքները Հայաստանի համար ավելի վատն էին լինելու, բայց ասում է, որ այդտեղ մի փնտրեք նվաստացուցիչ կամ վիրավորական իմաստ, այլ ընդունեք դա որպես փաստ։ Ընդունում եք այս հորդորը, այս խրատը։ Այդ նոյեմբերի 9-ի մասին է ասում։ Բայց նոյեմբերի 9-ից հետո 3 տարի հետո ինչու պատերազմ սկսեց, եթե կապիտուլացված էր։ Իսկ կապիտուլյացիա չի եղել, ստում է Ալիևը։ Բարձում է, որ հիմարությունը եւ ստախոսությունը վարակիչ են։ Ընդ որում, եթե հարևանների մոտ է դա, առավելից մեծամտությունն ու փառասիրությունը։ 20 թվականին կապիտուլյացիա չի եղել։ 20 թվականին Ադրբեջանը չի հաղթել, որտեղ այն խնդիրը, որ քաղաքական ղեկավարությունը դրել է ռազմական ղեկավարության առաջ, այն է գրավել կամ ըստ իրենց ազատագրել Արցախը ամբողջությամբ, դա տեղի չունեցավ։ Փաստում ենք սա։ Ավելին, Արցախը Հայաստանի հետ ուներ անխոչնդոտ Ադրբեջանի որևէ ծառայության կողմից չվերահսկվող ճանապարհ, որը միջանցք էր իր կարգավիճակով, եւ այնտեղ Ռուսաստանի Դաշնության խաղապահ ստորաբաժանումներ։ Ավելի նոյեմբերի 9-ից հետո եւս 3 փաստաթուղթ է ստորագրվել երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով առանց պատերազմի, եւ որի տակ այդ 3 փաստաթղթերի տակ եւս Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրություններ։ Արցախը չի կապիտուլացվել, Հայաստանը չի կապիտուլացվել, դա իրականությանը չի համապատասխանում։ Ուղղակի եթե մի քիչ այսպես բարբառային կամ ժարգոնային ասեն, գլուխ է գովում երիտասարդը։ Իսկ ինչու այսքան տարիներ անց հանկարծ հիշեց, որոշեց նորից հիշեցնել կապիտուլյացիա է սա, ինչու հենց հիմա։ Ու եթե տեսնենք, այս պայդրությամբ ամեն դեպքում արձագանք չկա, հա, նրա հայտարարություններն արդեն հայկական կողմից։ Ես կարող եմ ենթադրել, որ այնուամենայնիվ Հայաստանի օրվա իշխանությունները ունեն որոշակի ձեռք բերված պայմանավորվածություններ Ադրբեջանի հետ, այդ թվում նաև ըստ Ադրբեջանի նախագահի Զանգեզուրի միջանցքի հետ կապված, այդ թվում նաև երեք մի շարք հայտարարություններ ունեցել են։ Օրինակ ասում էր, որ փաստորեն սա նորություն էր, հա, որ ասում է մասնագետներ են եկել հետազոտություններ իրականացնել Հայաստանում եւ այն վայրերն են, հա, տեղանշել, որտեղով որ էլեկտրահաղորդման գծերը պետք է անցնեն եւ առաջարկում էր նախ խոսեց ատոմականի մասին, դրա փակման մասին։ Այս սա ինչով է խանգարում, այս հարցը միշտ Թուրքիային ու Ադրբեջանին անհանգստացրել է։ Ասում են, թե մեր ատոմականը, որը մեր միակ աղբյուրն է էներգիայի, դա սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, ասում են վաղ թե ուշ պետք է փակվի, եթե փակվի, ասում եմ մի անհանգստացեք, մենք էլեկտրաէներգիայի աղբյուր կհանդիսանանք ձեզ համար։ Եկեք թվերի լեզվով խոսենք։ Ատոմականը մեր երկրի հոսանքի սպառման պահանջների 1/3-ն է տալիս։ Ռուսական գազով աշխատող Երևանի հետ է եւս 1/3-ը։ Մի փոքր ավել կամ պակաս, այսինքն գումարային առումով 2/3-ը։ Այդ երկուսն էլ այս կամ այն ձևով կապված է Ռուսաստանի հետ, էժան եւ ատոմականի սպասարկում եւ վառելիք, դա Ռուսաստանի հետ է կապվում։ Այսինքն 2/3-ով մենք ինքնիշխան ենք, այնքանով որքանով հոսանք արտադրում այստեղ, կամ ավելի ճիշտ է, թե ասենք 1/3, որը ատոմականն է տալիս։ Հիմա Ադրբեջանը ինչ է ցանկանում եւ Թուրքիան, Հայաստանը ամբողջությամբ ինտեգրել իրենց, ինտեգրել ինչ ոլորտներում, առաջ ներքին էներգետիկ։ Եվ այն, որ Ալիևը տեսնում է, որ այդ Զանգեզուրի միջանցք կոչվածը, որը ըստ իրենց միջանցք է եւ երեկվա իր խոսույթում դրա մասին փաստացի ինքը ուղակի ասում էր, ասում են, որ դա ադրբեջանական, հա, այսպես իրենց նախաձեռնությունների փրև, թե հիմա ու նախաձեռնությունները դա թողենք ենքում, ես ավելի առարկայական խոսեմ։ Եթե երկաթուղին, որը իրենք պատրաստել են եւ ավարտելու են շուտով մոտենում է Հայաստանին, ասենք Մեղրիին եւ ընդհանրապես Մեղրի հատվածում նախկինում եղել է այդ աշխատող երկաթուղին, հիմա հայկական կողմի պատրաստ։ Եթե այդ երկաթուղին ծանր ռելսերով է պատրաստած, այսինքն ծանր վագոններ, իսկ դա նշանակում է դրանք մարդատար չեն։
Այդ վագոնները կարող են ռազմական նշանակություն ունենալ, ծանր բեռներ, ասենք զրահատեխնիկա, տանկեր տեղափոխելու համար։ Եթե այդ ռելսերը իսկ իմ տվյալներով դա այդպեսին է։ Այսինքն դրանք չեն վերահսկվելու, թե ինչ է տեղափոխվում։ Որովհետև վերահսկվելու համար պետք է Մեղրիում Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը, սահմանապահ ծառայությունը եւ ֆիտոսանիտարական ծառայությունները իրականացնեն այս գործառույթը։ Դուք երբևէ լսել եք, որ Փաշինյանին կամ իր քաղաքական խմբակի անդամներին, այդ թվում նաև կառավարության անդամներին, երբ ուղղակի հարց էին տալիս լրագրողները, նա միշտ խուսանավում էր պատասխանել։ Այդ ծառայությունները այնտեղ նա ինչ որ նորագույն տեխնոլոգիաներից, համակարգիչներից, հեռավորության վրա կառավարումից էր խոսում, այո, բայց չէր ասում, որ մեր հանրապետության 3 ծառայությունները սահմանում լինելու են։ Ես սա նշանակում է, որ եթե չունեն դա, այո, իրոք միջանցք է, սա մեկ երկրորդ։ Ադրբեջանը ինչ է նախատեսում, բացի երկաթուղուց, Հայաստանի Հանրապետության տարածքում ինքը էլեկտրագծեր է գցելու, որպեսզի մայրցամաքային Ադրբեջանից հոսանք փոխանցի, ասենք, Նախիջևանին, Հայաստանի տարածքով։ Եթե նման ծրագիր կա, ուրեմն Հայաստանի իշխանությունները դա վերաբերյալ տվել են իրենց համաձայնությունը։ Նախ սա է, որ ասում է Ադրբեջանից մասնագետներ են եկել, այդ երբ եկան, ինչպես այդ աշխատանքները իրականացին, ինչու ասենք հանրությունը այսպես չի տեղեկացվում դրա մասին, որ այստեղ ադրբեջանցի մասնագետները փաստորեն տեղանշումներ են անում, ինչ որ էլեկտրահաղորդման գծերի այդ տեղերն են որոշում, թե որտեղով պետք է անցնի, ինչպես է դա։ Իսկ օրվա իշխանությունները հաշվետու են մեր ժողովրդին։ Մենք ակնկալում ենք, որ հաշվետու են, այո։ Այսինքն ժողովուրդն է, չէ՞, ժողովրդի ընտրությամբ այդ կառավարությունը կազմվել եւ այդ իշխանությունները ձավել, բայց դա իրականության չի համապատասխան, դա էլ հաշվետու չեն։ Ինձ այդքան դա չզարմացեց, որքան զարմացեց, որ ադրբեջանցիների գալու եւ նպատակների եւ գործունեության մասին իրազեկեն նաեւ ընդդիմադիր դաշտի որոշ գործիչներ, առանց անունները տալու։ Իրենք եւս իրազեկ են եղել։ Այսինքն իրազեկ են այնքանով, որքանով որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է գործունեություն, որը միտված է Ադրբեջանի երկու հատվածները երկաթգծով, հոսանքով առայժմ այդքան, հետո Ադրբեջանը նաև միգուցե այլ պահանջներ դնի։ Նաև օրինակ մի քանի տասնյակ հազար ադրբեջանցիներ վերադառնան այդ կողմերը։ Օրինակ կարող են ասել Մեղրիում իրենք գյուղեր են ունեցել կամ մեկ գյուղ։ Այդտեղ պիտի գան ապրեն։ Դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նրանց անվտանգությունը, եթե Հայաստանը չի ապահովում, իրենք կապահովեն, այդպես շարունակ։ Այսինքն, եթե ավելի առարկական եւ ընդհանրական նայենք, Ադրբեջանը փորձում է Հայաստանի Հանրապետությունը ինտեգրել իրեն։ Ինտեգրումը լինում է երկաթգծով, ինտեգրումը լինում է հոսանքի ապահովումով, ինտեգրումը լինում է նաեւ իր համար ոչ ցանկալի օբյեկտների փակումով, այդ թվում օրինակ ատոմականով։ Բայց երբ օտար երկրի ինչ-որ մասնագետներ ներկայացնեն քո երկրում, հա, այսպես ինչ-որ տեղորոշումներ են անում, դե չպետք է հատուկ վերահսկողությամբ օրինակ նույն ԱԱԾ-ը այսպես Դե կարող է վերահսկողություն իրականացել են, ես տեղյակ չեմ։ Դրա մասին ընդհանրապես տեղեկատվում։ Մենք Ալիևից ենք, չէ՞ իմանում, մեր երկրում ինչ է կատարվում։ Չէ, դուք լսել եք պաշտոնապես ինչ որ պետական կառույցների ներկայացուցիչներ դրա մասին ասեն, չի եղել, չէ՞։ Ընդ որում ասեմ ձեզ 2 ամիս աշխատում են այստեղ։ Ատոմականի հետ կապված այս հարցը ինչու է այսպես թե Թուրքիային թե Ադրբեջանին անհանգստացում, ընդ որում որպես բարեհաճություն ասում են, եթե դա խնդիր է, հա մենք ձեզ ոչինչ էլեկտրոէներգիա կտանք, ձեզ համար աղբյուր որպես կհանդիսանանք։ Այսինքն իրենք փորձում են ամբողջովին Հայաստանը ինտեգրել իրենց տնտեսությանը։ Այդ թվում օրինակ եթե Հայաստան գյուղատնտեսությունը մեռնելու է, իսկ Փաշինյանի եւ իր քաղաքական խմբակի քաղաքական որոշումների հետևանքով գործընթացը այդպիսի գնում, ապա Հայաստանը դառնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար շուկա։ Իրենց համար խնդիր է ատոմականը, որտեղ նորից եմ կրկնում, ատոմականը մեր հոսանքի սպառման համար 1/3-ն է տալիս, եւ որից մեկից կախված չի, անգամ գազից կախված չի։ Տեսականորեն նայենք, ասենք այդ գազամուղները ինչ որ ձևով չաշխատեն։ Եղել է չէ դեպքեր 90-ականներին դեռևս։ Բայց 1/3 ինքն է տալիս հոսանք ատոմականը։ Իսկ Ադրբեջանը եւ Թուրքիան եթե տեսնում որ Հայաստանը ամբողջությամբ ինտեգրեն, իրենց կցորդը դառնա, ապա այդ երկին պետք է հոսանքի ինքնուրույն արտադրություն իհարկե։ Սա կոնկրետ միջամտություն չէ Հայաստանի օրենքների գործեն, երբ որ ասում ես քո այս կառույցը պետք է փակվի վաղ թե ուշ։ Իհարկե, ոստաբար այո։ Բայց ինչու օրինակ Հայաստանի իշխանությունը մշտապես խոսում է ինքնիշխանությունից, հա, ինչու չեն արձագանքում, ինչ պետք է հետևեր սրան այս հայտարարություններին։ Որտեւ Հայաստանի իշխանությունը իրականում չի գտնում հանրապետության մեկ շենքում կառավարության։
Հայաստանի իշխանությունը գտնվում է օրինակ Իսակով Պողոտայի վրա գտնվող հայտնի շենքում, գտնվում է Բաքվում, գտնվում է Անկարայում, այնտեղ են որոշումներ կայացնում։ Հայաստանի այսպես կոչված իշխանությունը ընդհանրապես կատարող է։ Հակառակ դեպքում ինքնիշխան երկրի դրսից չկառավարվող, դրսից լծակներ չունեցող անձը ինչու չի կարող եւ չի ցանկանում արձագանքել օրինակ Ալիևի նման հայտարարությունների։ Ինչու է լուր մնում։ Այն էր ով Փաշինյանը, երբ իր երկրի, իր անձի, իր կուսակցության, իր ընկերների հասցեն, եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան է ասում, այդ մարդիկ հայտնում են ոչ միայն տեսադաշտում, այլև պատերազմ է, չհայտարարված պատերազմի մեջ են մտնում։ Ինչու չի արձագանքում։ Որտեղ շատ հարցեր կա, որ օրինակ մասնապես Ալիևի հետ պայմանավորվել են։ Այդ թվում օրինակ սահմանադրությունը։ Ալիևը հետամուտ է լինելու սահմանադրության հետ կապված։ Խորապես հետամուտ է լինելու։ Որից պայմանագիր չի ստորագրի, քան դեռ սահմանադրությունը նորը ընդունված չի։ Նոր սահմանադրություն։ Հիմա սա է օրվա իշխանությունների ինքնիշխան Հայաստան կերտելու գործընթացը։ Ալիևն է փորձում տերու տնօրինություն անել մի կողմից, մյուս կողմից է Թուրքիան։ Իդեպ ասեմ ձեզ, մի այսպեսի մեզ ոչ մեղմ ասած հաճելի իրավիճակ կարող է ստեղծվել։ Ամեն ինչ արվում է, որ Հայաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Իրանի սահմանից դուրս բերվեն Ռուսաստանի սահմանապահները։ Ամեն ինչ արվում է։ Օրվա իշխանությունները ցանկացած գործընթացի, ընդ որում անձնագրային բաժինները, այդ սահմանապահողիկալները այլևս ռուսները դուրս են եկել։ Հայաստանի ԱԱԾ-ի համապատասխան կառույցներ են աշխատում։ Որ պայն այդտեղի սահմանապահները դուրս եկան, դες վստահեցնում եմ շատ արագ Թուրքիան Հայաստանին առաջադրելու է երկու պետությունների միջև սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսել, որտեղ այդ սահմանը դա Հայաստանի Թուրքիայի սահմանը չի։ Դա նախկինում Խորհրդային Միության, իսկ նրա իրավահաջորդ ներկայիս Ռուսաստանի եւ Թուրքիայի սահմանն է։ Հետաբար եթե այդ գործընթացը սկսեց, ապա Թուրքիան վստահաբար ասելու է, որ փաստացի դա չեղարկվելու է, քանի որ այդ սահմանը Մոսկվայի Կարսի պայմանագրով է, դա չեղարկվում է նախորդ պայմանագիրը Ալեքսանդրապոլի պայմանագիրն է 1920 դեկտեմբերի 2, 9842 կիլոմետր Հայաստան, այս է Հայաստանը։ Մենք ավելի շուտ մտածենք, որ այն գործընթացը, որ Հայաստանի օրվա իշխանությունները տանում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բերելու դրան։ Իսկ հիմք օրինակ ինչ հիմքով պետք է, հա, այդ ռուսական ռազմաբազան այնտեղից հանեն, ինչ պետք է ներկայացնեն։ Օրինակ ինչ հիմքով է պետական ռեկետ արվում հեծը եւ երկաթուղին խլելու, հիմքերը կարող եք ասել։ Իհարկե այն դատարկաբանությունը ասում են այնտեղ չարաշահումներ է եղել հարկերից խուսափում, տարբեր, բայց դեպքում ինչ կարող են օրինակ։ Չի կարող, այդպիսի բան չկա։ Եվ իսկ ռուսական կողմը այդպես հեշտ, հա, հեշտությամբ։ Մեզ համար մի վտանգավոր իրավիճակ կարող է ստացել, գիտեք, երբ ռուսական կողմը ինքը ուղակի դուրս կա։ Ուղղակի ինքը դուրս է գալիս սահմանապահ չեղարկում է 92 թվականի սեպտեմբերի 30-ի կնքված պայմանագիրը, ըստ որի այդ սահմանապահները այդ պայմանագրով են այստեղ։ Չեղարկում է 95 թվականի պայմանագիրը, որով 102 բազան է։ Հայաստանին դուրս է դնում ԵԱՏՄ-ից, դուրս է դնում ՀԱՊԿ-ից։ Իր ակտիվները ասում է ինձ տալիս եք փոխհատուցում։ Հեծը ձեզ, երկաթուղիների կառավարումը ձեզ, ես դուրս եմ գալիս։ Չորնակից հետաքրքիր այդ դեպքերից հետո եթե ռուսական կողմը նման կտրուկ քայլերի գնա։ Օրինակ ինչ է կարծում Թուրքիան եւ Ադրբեջանին չխանգարի, ենթադրենք Հայաստանի իշխանություններին պարտադրելու առավելագույնը։ Ու մասնավորապես 1920 դեկտեմբերի 2-ի պայմանագիրը, Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ասես է։ Բայց այդ 9842 կիլոմետրը որ մնալու է այդ պայմանագրով, այդ ժամանակ Ադրբեջանն էլ ասում է սա իմն է, որտեղ Հայաստանը Երևանին պատմական Երևան պատմական հայրենիքն է։ Եթե այս ամեն ինչը մենք կարծում ենք կինոյի դաշտից է, խիստ սխալվում ենք։ Գնում է խիստ առարկական պրագմատիկ քաղաքականություն։ Ալիևը եւ Էրդողանը հստակ խնդիր ունեն թուրքական աշխարհի աշխարհագրական ցամաքային սահմանից հանել հայկական սեպը։ Այդ սեպը միայն Սյունիքը չի, այդ սեպը ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ այդ սեպը դուրս է գալիս, ապա Թուրանը աշխարհագրորեն Թուրանի պետությունները իրար հետ ունենում են ցամաքային լրջագույն սահման։ Եվ որը լուրջ մարտահրավեր է մի կողմից Իրանի, մյուս կողմից Ռուսաստանը։ Բայց այսօր այդպես բան Ապետյան, հա, մի քիչ ռեալ նայենք, այդպես հեշտ է մի ամբողջ պետությանը, այսպես ինչպես դուք եք նշում, տարածքային պահանջներ դնել եւ ասել այ սա իմն է, սա իմն է, սա իմն է։ Դա հեշտությամբ հեշտ է մի ամբողջ ժողովրդի ցեղասպանել, օրինակ Գազայի հատվածի պաղեստինցիներին, հեշտ է Սիրիա պետությունը նվաճել։
Թուրքիան եւ Իսրայելը սիրա պետությունը նվաճել են, հեշտ է դա։ Օրինակ հեշտ է մի պետության նախագահին առևանգել, հետո դատել։ Օրինակ հեշտ է, երբ գլխատում ես մի պետության հոգևոր եւ ռազմաքաղաքական ղեկավարությանը, առանց որից պատրվակի, պահանջի, հիմնավորման խոսքս Իրանի մասին է, հա, հեշտ է դա։ Անում է, չէ՞։ Այսինքն, եթե այս ամեն ինչը մենք այս վերջին տարիների դեպքերը նայում ենք աշխարհում տեղի ունեցող պետությունների բախման, ապա հասկանում ենք մի բաց ճշմարտություն, որ միջազգային իրավունքը այլևս սկզբունքորեն չի աշխատում։ Աշխատում է ուժի իրավունքը։ Ով ուժեղ է, նա էլ վերցնում է։ Թեև դա ոչ բոլոր պետություններին է ձեռք տալիս։ Բայց օրինակ Միացյալ Նահանգների համար որից խնդիր չկար, չէ՞, Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեոր ղեկավարությանը գլխատելու, տասնյակներով, ասենք, դերատի աղջնակներին սպանելու, որից խնդիր չկա։ Խնդիր չկա, չէ՞, ասենք 2.400.000 բնակչությանը Գազայի հատվածում ուղղակի ցեղասպանության ենթարկելու փորձեն է, ժողովուրդը կռվում է, այդպես չի դյուրին ծնկող չի, կռվում է, բայց այն փորձերը, որ Իսրայելը անում է, դա մոտապես նպատակում է։ Իսկ այդ վտանգները հաշվի առնվում են, թե ոչ, այսինքն այդ ռիսկերը, իշխանությունները ովքեր այսօր պատասխանատու են տարածքային ամբողջականության պահպանման։ Ես կարող եմ իշխանությունների անունից պատասխանել ձեզ, բայց ես առարկայապես ասեմ, հաշվի առնեն թե չառնեն, բայց այն լեկտիվությամբ, որ Ալիևն այսօր պահում իրեն եւ Էրդողանը Հայաստան նկատմամբ օրվա իշխանությունների այդ հաշվի առնելը խիստ երկրորդական է։ Նրանք իրենց Բայց պետք է ռիսկերը այդ հայտարարությունների տակ իրենց դրված, այսպես ասած, ասելիք հասկանան, որ ըստ այդմ քայլեր ձեռնարկեն, այսպես։ Ես չեմ կարծում իրենք չեն հասկանում։ Պաշտպանողական։ Ես չեմ կարծում իրենք չեն հասկանում, բայց մի բան հասկանալը մի բան է, տված խոստումները կատարելը այլ բան։ Օրվա իշխանությունները խոստումներ են տվել, դա ակնհայտ է։ Սահմանության փոփոխության մասին երբևիցե խոսք չի եղել։ 2018-ից սկսած, երբ Փաշինյանը եկավ իշխանության, սկսեց, երբ խոսույթը, երբ Ալիևը սկսեց։ Եկեղեցու վեհապարի դեմ պայքարի խոսույթ չեղավ, 2018-ին Փաշինյանը հիմնավորում էր ինչ ճիշտ է պահպանել սահմանությամբ եկեղեցու եւ պետության տարանջատումը, չէ՞։ Հայտնի տեսանյութերը կան սոցիալական ցանցերում։ Բայց ոնց եղավ, որ եկեղեցու դեմ վեհապարի դեմ պայքար սկսեց։ Վեհապար հայրապետն էլ չկաթողիկոս ասում, որտեվ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալուշաքեր Փաշազադեն սկսեց այդ գործընթացը։ Հայաստանն էլ լծվեց դրան, որտեղ չլծվելու կարողականություն դիմադրություն չունի։ Պարտված երկրի ղեկավարը եթե մնում է, շարունակում է ղեկավար մնալ, այդ երկրի եւ այդ ժողովրդի համար ողբերգություն է, որտեղ պարտված երկրի ղեկավարին պարտադրում են կատարել նաեւ հաղթող երկրի այլ ցանկություններ։ Ուղղակի օրվա իշխանությունները հիմա, ինչպես ասում են, ցուկցվանգի մեջ են։ Ինչ քայլ անեն, իրենց դեմ է աշխատում։ Սա մի կողմից, մյուս կողմից էլ Ռուսաստանի Դաշնության ճնշումները, որ ակնհայտ ճնշումներ են, սկզբից տնտեսական, բայց կարծում եմ դա ոչ միայն տնտեսական կլինի։ Եվ որ իշխանություններն ինչ է մնում։ Ճամպրուկները կապել։ Հակառակ դեպքում այն վիճակում, որ իրենք են հայտնում, այդ ավերը կարող է ոչ միայն իրենց գլխին կոտրել, այլև մեր երկրի պետության ու ժողովրդի։ Իսկ մենք այսօր փաստացի այդ չմինենք, եթե ճիշտ ընտրություն չանենք։ Իսկ եթե ավելի առարկայական մեր տարածաշրջան, կոնկրետ Հայաստանի հետ կապված ընտրությունը հետևյալն է, եւ դա Փաշինյանի քաղաքականության արդյունքում եղավ։ Ընտրությունը կամ Թուրքիա կամ Ռուսաստան, կամ թուրքական աշխարհ, կամ Ռուսաստան իր դաշնակիցները, ընդդեմ Ռուսաստանի դաշնակիցները եւ Իրանն է, եւ Չինաստանն է, այո, եւ BRICS-ի անդամ երկրներ։ Այսինքն Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի, ոչ թե ԵԱՏՄ եւ սա տնտեսական կառույցի ընտրությունն է, հա, ինչպես Փաշինյանն էր ուզում եւ Ռուսաստանի նախագահն էր Փաշինյանն հորդորում։ Ես կարծում եմ ընտրությունը աշխարհ քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական է։ Ընտրությունը հետեւյալն է, մենք թուրքական աշխարհի, որը արևմուտքի ձեռքին գործիք է Ռուսաստանի եւ իր դաշնակիցների դեմ, կամ այդ աշխարհի մաս են դառնում, կամ դառնում ենք Ռուսաստանի եւ իր դաշնակիցների մաս։ Այսպիսի ընտրության առաջ է կանգնած։ Փաշինյանը ընտրությունը վաղուց կատարել է։ Ինքը թուրքական աշխարհին ինտեգրել։ Իսկ ժողովուրդը իբր ընտրությունները կատարեց, այդպես չի։ Եթե իսկապես ուզում են ստուգել մեր ժողովուրդը թուրքական աշխարհի մասը ուզում կազմել, թե ոչ, թող հանրակրվի անեն։ Ընդդեմ հանրակրվեի վերաբերյալ նաեւ ոչ միայն Ռուսաստանն է ասում, նաեւ Ադրբեջանն է ասում։ Հասկանում եք, այս իշխանությունները իրենց վարվող չքաղաքականության հետևանքով իրենց փակուղի են մտցրել։ Ստիպված պետք է կատարեն պահանջներ, որոնք հակոտնյա են այլ պետությունների կողմից։ Այո, այստեղ գալիս է մեր ժողովրդի ընտրություն, մեր ժողովուրդը պետք է ընտրի։ Մենք հիմա թուրքական աշխարհի մաս ենք դառնալու։
թե ոչ։ Այսօր այդ հարցն է դրած եւ ալեւ այդ կեցվածքը կոշտ կեցվածքը եւ հիմա նման հայտարարությունները ես կարծում պատական հիմա չեն հնչել, որտեղ ռուսական կողմից եւս կա ճնշումներ։ Եվ ռուսական կողմը կարծում եմ հետամուտ է լինելու, որպեսզի մեր ժողովուրդը նաեւ կեցված դրսևորի։ Վերջին հաշվով մենք քաղաքակրթական, արժե համակարգային, պատմական, մշակութային բազում թելերով կապված ենք ում հետ։ Ռուսաստանի հետ, Թուրքական հետ եւս կապված ենք եղել, որտեղ Թուրքիան այսօր մեր հայրենիքի մի մասի վրա է պետություն ստեղծել եւ մի պատմական հիշողություն 1915 թվականի ցեղասպանություն այդ կանով կապված են Թուրքիային։ Իսկ եթե մեր ժողովուրդը կորոշի, որ թուրքական աշխարհի մաս են դառնալ, դա արդեն թողնային այն ժողովուրդների ճակատագիրը, ովքեր նման որոշումներ են կայացրել։ Առայժմ որ Էրդողան հավակնություն ունի Թուրքիայի բազայի վրա ստեղծել կայսրություն, Օսմանյան կայսրության վերականգնում։ Այդպես։ Շնորհակալ եմ, պարոն Ապետյան, ձեզ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում զրուցում ենք ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։